Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ունեի մասով պակասել։ Կրկնում եմ, որևիցե մեկի կողմից չի եղել նման բան, որը որ մենք հաշվի ենք առել եւ դրանից ելնելով նման որոշումներ կայացվել։ Երկրորդը բոլոր որոշումները, բոլոր ռեֆորմները պայմանավորված են մեր երկրի շահությունից, չգիտեմ, համազգեստ ենք փոխել։ Հիմա կգանք ասեն, այդ արժեքը 3 տարի կա, նույնիսկ գույնը բան շատ Պարոն Սիմոնյան, մի հատ անցնենք այսօրվա օրակարգին, impeachment-ի, դա ինչքան եք ռեալ համարում եք, ու երկրորդ, արտահերթ ընտրություններ հնարավոր են, որովհետև եթե նայենք դրա կողմի, դա ձեզ է ձեռնվա արտահերթ որովհետև դուք եք պատրաստ հիմա մենք որևիցե ինչ ասեմ, քննարկում նույնիսկ չենք ունենում այս լսումների հետ կապված, լսումներ են, թող լսումներ անեն, ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը, որը որ փողոցում է կրկնել վերջի 4-5 տարվա ընթացքում, թող մի հատ էլ ստեղ կրկնի։ Երկրորդը ընտրությունները արտահերթ դրա կարիքը չենք տեսնում, այո, այսօր առաջին անգամ եմ ես այսօր իդեպ լսել բանախոսներից մեկից, որ իրենք առաջարկում են ընտրություն։ Պատկերացնում եք 4.5 տարի է անցել, ընտրությունների մնացել է մոտավորապես 8 ամիս, Աբրահամյանը մոտավորապես 8 ամիս է մնացել, 4.5 տարի առաջին անգամ մենք լսում ենք, որ ընդդիմությունը ասում է արտահերթ ընտրություններ։ Դուք հասկանում եք ընդդիմության որտեվ իրանք պատրաստ չեն, մի քանի բանի պատճառով պատրաստ չեն, առաջին իրանք գիտեն, որ իրանք չեն ընտրվելու, այնուամենայնիվ բոլոր ընդդիմադիրները, այսօր մենակ հանրապետականն է հայտարարել, որ արտահերթ ընտրություն, բայց մնացած նույնիսկ այսօր հանրապետականը չի ասում, Աբրահամյանը առաջին անգամ տենց լղոզված ինչ-որ բան հնչեցրեց, որովհետև իրանք պատրաստ չեն, երկրորդը իրանք գիտեն, որ իրանք պարտվելու են, չէ՞, հիշում են հայտնի արտահայտությունները այն բանի մասին, որ ընտրությունը պետք է իրանք չկազմակերպեն, բայց միևնույն ժամանակ այսօր Իշխան Սաղաթելյանը ասում է, դե հա, ընդունում ենք, որ իշխանությունը այսօր լեգիտիմ է։ 2021 թվականին, երբ որ կյանքի եւ մահի հարց էր, պատերազմից 6 ամիս էր անցել, իշխանությունը ընտրություն կազմակերպեց եւ ընտրությունները ինքը այսօր արդեն նաեւ հրապարակայինորեն ընդունում է, որ լեգիտիմ է իշխանությունը։ Իրանք ինչ ընտրություն, իրանք եկել ասել են, եկեք Վազգեն Մանուկյանին տանք, հետո եկեք Կանադայի քաղաքացի Վազգեն Գալստանյանին տանք, հետո կորոշեն։ Իրանք ընտրությունների պատրաստ չեն։ Մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, բայց դրա կարիքը աճ կա, երկրորդը մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է եւ դա արդար այդ ընտրությունները, տեսեք դուք շատ հետաքրքիր բան եք ասում եք դուք պատրաստ եք, իրանք պատրաստ չեն ձեզ ձեռ տալի։ Այդ ընտրությունները պետք է ձեռ տալ ժողովրդին։ Այսինքն մենք միշտ անկեղծ ենք եղել, ես չեմ պատրաստվում ժողովրդին խաբեմ, ասեմ, որ ինձ հիմա լավ է, դրա համար ես հիմա գնում եմ ընտրություն։ Ինչ եմ դնում անունը, որ ասեմ ես հիմա գնում եմ արտահերթ ընտրություն, որովհետև ես ուզում եմ շուտ վերընտրվեմ, քանի ընդդիմությունը պատրաստ չի։ Չէ, դա ազնիվ չի մեր ժողովրդի նկատմամբ այդ ընտրությունը կլիներ ոչ թե երկրի, ոչ թե ժողովրդի մասին, այլ քաղաքացիական պայմանագրի մասին։ Իսկ մեր ժողովուրդը այնքան խելացի է, այնքան գտիծակով է, կոլեկտիվ իմաստությունը մեր ժողովրդի բարձր է, մենք այդ ընդհակառակը կարող է շատ վատ տվյալներ գրանցել։ Բայց տեսեք, դուք ասում եք, որ մեղադրանքների մասին ինչ ասորակարգի այսօրվա օրակարգի իմաստը ձեր։ Բազմաթիվ մեղադրանքներ։ Գիտեք ինչ, անգործությունը նույնպես ինչ որ գործ է։ Հիմա իրանք զբաղված են ինչով։ Երկու կարմիր գծով թել է անցնում այս խոսակցության մեջ։ Առաջինը իրար մեղադրում են գոյություն չունեն, այսինքն ոչ են մեկի ձեն նա հերիքում մեզ impeachment-ը, ոչ են մեկին, վայ, տեսա ես, նայել եմ, սխալ գիտես, ոչ են մեկին ձեն նա հերիքում, ոչ են մեկի ձեն նա հերիքում, հիմա լավ էլի խնդրում եմ էլի